Եթե ես ցանկանայի մասնակցել ես ընտրություններին, ես կարծում եմ բավականաչափ մեծ քանակով ձայներ կարող են վերցնել, որտեղ ցանկացած միլպետ, եթե իրենց տրվերանչությունները, որ տրվել է նախկինում, յուրաքանչյուրը մի քանի հազար ձայն առնվազն կարող էին վերցնել։ Իսկ դա ինչպես ձևերը հայտնի են, շատ հայտնի են, իսկ իմ նպատակը դա չէր։ Իմ նպատակը նա էր, որպեսզի այս ընտրությունները հավատ ներշնչեին։ Սերժ Սարգսյանը անդրադառնում է նաև իր եւ ապագա վարչապետ Վազգեն Սարգսյանի միջև տարաձայնությունների մասին խոսակցություններին։ Ինքը զարմանում է, որ հարցերում համաձայն չենք։ Վազգենը մեկ-մեկ սիրում է գինի, ես վիսկի, կամ էլ հակառակը։ Տարաձայնությունը դա թե տարաձայնություն չի։ Վարչապետ Արմեն Դարփինյանը դիմում է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին պաշտոնից հրաժարվելու մասին։ Վարչապետը պատրաստվում է անդամագրվել արժանապատիվ ապագա կուսակցությանը, իսկ Վազգեն Սարգսյանի ղեկավարած Միասնություն դաշինքի ծրագրի մասին խոսելիս ակնարկում է, որ այնտեղ պոպուլիզմ կա։ Վերաբերվում եմ Միասնություն դաշինքի տնտեսական ծրագրին, ուղղակի որպես նախընտրական բազմաթիվ դաշինքներից եւ կուսակցություններից մեկի նախընտրական կրկնում եմ ծրագիր։ Եվ ոչ թե որպես կառավարության գործունեության ծրագիր եւ համոզված եմ, որ կառավարության գործունեության ծրագիրը, որը կներկայացվի խորհրդարանին, մեծապես կտարբերվի այդ ծրագրից։ Հայաստանն ու Ամերիկան խոսում են փոխադարձ հետաքրքրություններից, մեզ հաճելի են բարձր կաթնատվության բաշխի ընկնող նրանց այծերը, նրանց հետաքրքիր են մեր սրտադիմացկուն մրգերը։ Կողմերը ուշագիր են ստորագրել, Հայաստանը բերվել 30 ամերիկյան այծ, մեր այծերի գենոֆոնդը փոխելու համար։ Բարձր կաթնատվություն ունեն, առավելությունը հիմնականում դա է, շուրջ տարեկան 1500 լիտր կաթ պետք է տան։ Գործարանների տնօրենները դժգոհում են մեր կառավարության հարկային քաղաքականությունից, դա խանգարում է նրանց, այդպիսի քաղաքականությունը չի կանգնեցնի արդյունաբերության քայքայումը։ Չգիտեմ, կամ չեն հասկանում, կամ հասկանալով գնում են այդ քայլին։ Երկրորդական հումքը բոլորը գնաց արտասահման, Իրան։ Գնաց պղինձը, գնաց ալյումինը, այսօր գնում է չուգունի թափոնը։ Սրանք ստրատեգիական են Հայաստանի համար։ Հայաստանը չունեն գործան, որ կարող են դա արտադրել։ 2000 թվականի նույն օրն ազգային ժողովում Անդրանիկ Մարգարյանի կառավարությունն ստանում է խորհրդարանի վստահությունը։ Ընդդիմադիր ՀԺԿ-ական ոչ միայն պաշտպանում է ծրագիրը, այլև վստահեցնում, որ կուսակցությունն առավելագույն աջակցություն ցույց կտա վարչապետին։ Իմ ցանկությունն է, որ այս կառավարությունը երկար պաշտոնավի։ 2011-ի հունիսի 10-ին Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվում թուրքագետ Մուրադ Բոջոլյանը։ Նրան մոտ 10 տարի առաջ ազատազրկման էին դատապարտել Թուրքիայի օգտին լրտեսության մեղադրանքով։ Ապացույցը թուրքական մամուլում հրապարակված նրա հոդվածներն էին, ազատվելու պահին Բոջոլյանը Հայաստանի վերջին քաղբանտարկյալն էր։ Ես չեմ կարծում, որ այն մարդիկ, որ ինձ այսօրվան հասցրեցին, ավելի շատ իրավունք ունեն Հայաստանում ապրելու, քան ես։